բոլոր ժողովրդերի մեջ հանուն հայրենիքի դա ազգայնական շերտն է, որը ելնում ասում է նահասրբությունը հայրենիքը, իմ ծնողներից էլ ավել, օրինակ Նեժդե ասում է ես ցեղակրոն եմ եւ գիտակցում եմ, որ իմ անմիջական ծնողներից բացի ունեմ ավելի մեծ ծնող, դա իմ հայրենիքն է, ու ես գիտակցում եմ, որ իմ կյանքը պատկանում է ոչ միայն իմ անմիջական ծնողներին, այլ իմ ծնող ազգին, որտեղ նա նացիոնալիստ է Նեժդե իր գաղափարախոս, ու աշխարհի բոլոր ժողովուրդներն են տենց, նա ով որ ազգայնական զգացում չունի, նճղի, որպես օրինակ ես եթե իմ հայրենիքին սրբություն չհամարեմ, ինչի պետք է դա մեռնեմ որ, ասեք ես խի պետք է դա ասեմ, ասեք չեմ էթա, չէ, ենթադրենք այս ընտրական process-ի համար մեռնեմ կամ եթե դա չառնչվի իմ ազգային շահերին, էլի, նկատի, ասեք ինչ որ խոսքի հանուն պասիֆիզմի, չգիտեմ հանուն մարդու իրավունքի բան, ես չեմ էթա մեռնելու, իմ համար որտեղ դրանք այդքան թանկ չեն, բայց իմ ազգի իրավունքի համար ես ասենք պատրաստ եմ էթա մեռնելու, հիմա տեսեք, հա, որ դուք ասում եք ինչի պետք է Ամերիկան անի, ասում եմ Ամերիկային եթե պետք է, որ Թուրքիան գնա ռազմական կամ մարտական process-ի, օրինակ հո հենց այնպես թուրքերը չեկան բանում Ադրբեջանում նստան այդ գեներալները ու նրանք ես վստահ եմ իրանք նաև սպեց ջոկատների մեջ անմիջական կռվի դաշտում են ունեցել օպերատիվ գործողություններ ղեկավարող, որ Պալևոյ կամանձիրներ, որոնք կարող է դաժե 1-2-ը վիրավորվածել են կամ զոհվածել են։ Այն որ ասում էին, ենթադրենք Սիրիայից բերել են մի քանի հոգի զոհվել են, բան չէ, կարող է թուրքել են եղել։ Դրանց մեջ կամ նաև թուրք են եղել, որ մենք հենց չգիտենք կամ ով որ պետքա կարող է գիտի, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, պետքա իմաստը որն է, եթե թուրքերի մոտ հելնի, ասենք Էրդողանը ասի, գիտեք ինչ կա, Ամերիկայի ստրատեգիական խնդիրն է, որ Ռուսաստանը կործանի, մենք էլ որպես իր գործիք ու զենք իր համար պետք է ծառայենք, գնանք, ոչ ոք չի դա, կասի չասկսա, մեր երեխեքին խի թողենք Ամերիկայի հիմա այդ ռուսի դեմ։ Որպեսի դա ստացվի, նախ պետքա ուժ գնացնել Թուրքիայի պանիսլամական կամ պանթուրքիստական։ Այսինքն Հայաստանը խայծ լինի։ Հայաստանը չէ, Միջին Ասիան էլ հետը ստե Հայաստանը ճամփի վրա է ընդամենը։ Միջին Ասիա պետք է ասեն քո հայրենիքը Միջին Ասիան է գնա այդ ժողովրդին միացի Ադրբեջանին, բայց ցավոք սրտի դա անցնում է Հայաստանի վրով։ Այս առումով է, ու որ դուք ասում եք նշանակում է մեծ թուրան կլինի, չկարող 50 տարի հետո էլ այդ մեծ թուրանը ինքը տապալի քրդերին վեկալի ասի ձեր հայրենիքն բայց մինչև այդ 50 իսկ մենք կարող ենք ոտնատակ եթա դրա համար եմ հարցնում մենք դե եմ ասեցի ցավալի վերլուծության մի հատված կա այս ամբողջ աշխարհակաղակականության մեջ բայց դա ոչ թե պետքա մեզի հուսալքի այլ պետքա մենք փորձենք այդ սցենարները իրականացնող այսինքն ով ուժեղա նայել իրականացնում է փորձենք դրանց հետ մի ձևի լեզու գտնենք ես չեմ ասում տեսեք այս նույն բաները ռուսամետները ելել են Զելենսկուն կպնում են քրեդի ձև խոսած բան բայո պետքա միտեղ կոպիտ խոսած ասես ոչ մեկի ծաղի դեմ կկռվեմ հետո էլ դաս կոմպրոմիսի նախ պետք է մի հատ ուրիշ ցույց տաս հիմա ինչի են իրանք հրահրել որ եվրոպացիք մի հատ Ուկրաինային լավ ֆինանսավորեն որ Տրամպը ռուսինասի ախպեր տես ես յան տվեցի բայց էլի դու չես կարում գրավես Ուկրաինային ուրեմն արի ին պայմաններով նստի բանակցության նույնը պետք է հայերը կարողանան անեն որ ասենք դու պետք է կարողանաս քեզնից բան ներկայացնես որ արևմուտքը քու վրա էլ միսիա տենա ու դա ոչ մի ցավալի բան չկա այդ ինչի ռուսը հելում ասում էր մեր ֆորպոստ ենք ստե մի 10 հոգի էր երևի դժգոհի ասում ֆորպոստ ինչ միսիա կարող եք պատկերացնել չգիտեմ էդի պետք է ասենք լես ղեկավարության մեջ անվտանգության դոկտրին մշակես հաշվի առնես օրինակ իմ ինֆորմացիան բավարար չի ես էսի որ հիմա ես որ վերլուծում եմ իմ ինֆորմացիայից ելնելով դա գլոբալ ստրատեգիան հասկանում եմ հա բայց կոնկրետ իրականացման process-ները պետքա դու ունենաս հազար ձևի քո ռազմետքեն պետք է քեզ բերի տեղեկություն պետքա հատուկ խումբ ունենաս որ Ամերիկայի մամուլը բոլոր այդ ուժային կառույցների քաղաքական գործիչների վերլուծվի դերվի դրվի քո առաջ Ռուսաստանինը վերլուծվի Չինաստանինը վերլուծվի մյուսը վերլուծվի որ դու կարողանաս այդ տենաս ոնց դու ինչով կարաս մտնես խաղի մեջ ինչով չես կարա ասենք այդաս քո աչի քաշած սпасես մինչև դե պրծնի էլի որ դիրքում ենք աչի քաշած թե փնտրում ենք այդ չէ հիմա Նիկոլը ինքը ցույց է տալի որ Հայաստան գոյություն չունի հետում հեծանի բա քշեմ զվաձեղա սարքում բան հիմա եթե մեկը ասի բայց ինքը հենց անում է այդ անալիտիկան քայլեր պետք է տենայինք իրանց կողմից բայց ինքը մի հատ պոզիցիա բռնա ասում ենք
Մեր անպաշտպանությունը, մեր պաշտպանությունը մեր անպաշտպանության մեջ է, ոնց որ 91 թվին Մանուչարյանը Աշոտը որպես Լևոնի խորհրդական դες բաներ էր ասում։ Դրա համար ես չգիտեմ իրանք ինչ են անում, բայց ցավալին է նա, որ ոչ միայն այդ հին սերունդի քաղաքական ուժերը, այլ նոր դաշտ մտած քաղաքական ուժեր, ասում եմ, ասենք, կարելի գիտության տեխնացու բանի քաղաքագիտության կամ դոկտոր պրոֆեսոր, էլի նայում եմ, ասենք Լևոն Շինյան, դոկտոր պրոֆեսոր է։ Մնջ իհարկե սովետի վաղտվա դոկտոր պրոֆեսորը քաղաքագիտության դա ծիծաղելի է, դա մարքսիզմ, լենինիզմի բան պետք լինի։ Հատես դոկտոր քաղաքագիտության կար բան։ Զիամատ, հա։ ԱԼՄ-ից Տիգրան Կարապետիչ կար, էն էր քաղաքագիտության դոկտոր։ Հիմա կներեք, սա ինչ եմ ասում։ Կա, այս ջայլների մեջ է կա, մի հատ կա։ Մտել է քաղաքական դաշտ, գործիչ, ըստ էության դուրս պրծուկ։ Հիմա կասեմ, ինք իր բառապաշարով եմ իրան դիմում։ Որը քաղաքագետի էլ դիպլոմ ունի։ Ոնց որ ասենք ԱԼՄ-ի Տիգրան Կարապետիչը երևի։ Նա հելում ասում է, հա, նաև սա ինչի եմ ուզում ասեմ, այս վերությունը թողեն միան, որտեվ քանի որ դեմը հիմա Քարոզ Արշավա, չէ, համաճայթում դեմ ընտրություններ է սպասում հերթական կամ արտահերթ։ Այս նորից ես մի անգամ ձեր մոտ պատասխանել եմ այդ ձևիներին։ Հիմա անցել է մի 6 ամիս, եմ վաղտել ասի, մի 6 ամիս հետո կանդադառնամ, բայց հիմա անունս չեմ էլ ուզում տամ, քանի որ անունները տենց չեն էլ տվել, ավելի շատ առանց անուն տալու իսկ կպել են բան։ Երբ որ ասենք մեկը հելում սենց բաներ են տարածում, իսկ գալիս է ժողովուրդ ասում, ովքեր ինձի, ես նաև շնորհակալ եմ ժողովրդի այն հատվածը, որ ինձի պաշտպանում է։ Ինձի շատ են ասում, որ դու մասնակցելու ես թե չէ, ու մեկը ասում են, սենց բան են ասում է տարածում են, ես համոզված եմ, որտեղ KGB-ն է տարածում, էլի, ու այդ տգետների միջոցով էլ տարածում է։ Ասում է Շանթին, մի մտածեք, նա չի մասնակցելու ընտրություններին, քանի հոգիս պատմեցին։ Ասում ասենք ոչ չի մասնակցելու, ասում հա, ինքը 21 թվին խի չի մասնակցել։ Ասում են չգիտենք, ասում ինքը գժի թուղթ ունի։ Իրան օրպետությունը արգելում է, ինքը Շանթը պրոստը ամաչում է ասի։ Ինձ մարդիկ գալի ասում են, սենց բան ենք լսել, ասում ենք Շանթին են կտրելու, ասում են Շանթը չի մասնակցելու, էդի գժի թուղթ ունի։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում, միտումնավոր KGB-ն վեկալավ ինձի տարավ, ես ոչ մի գժի թուղթ չունեմ, ճիշտ է, ինձի տարել են գժանոց, հոգեբուժարան։ Բայց ինձ Այդա Միխայլովնա ասեց Շանջան, բաժի բարիչը, ասես կներ ես չեմ կարա քեզի օգնեմ էլի, ուզում էի օգնել։ Մի անգամ մարտի 1-ով տարան, գրեցին որ ես առողջ եմ, բայց մի հատ էս բան գրեց, բան Այդա Միխայլովնա, որ աֆեկտի տակ ա եղել, պայմանավորված այդ կրակոցներով, զոհերով բան, այդ աֆեկտի տակ իր քայլերը տենց մեկնաբանեց, որը հոգեկան հիվանդություն չի։ Ու ինձ մի տարի մի ամիս նստելուց հետո բաց թողի, այս անգամ որ տարան 13 թվին Այդա Միխայլովնա Շանջան, այս անգամ քեզ չեմ կարա օգնեմ, որտեվ իրանքից բալետ էին անում, իմ մտքերը բան, ասես չեմ կարա քեզ օգնեմ, չեմ կարա երկու անգամ գրեմ դու աֆեկտի տակ ես եղել, նորմալ մարդը չի կարա անընդհատ աֆեկտի տակ ինչ-որ քայլեր անի։ Ես էլ ասի Այդա Միխայլովնա, հակառակը ես քաղաքական գործիչ եմ, ես չեմ ուզում, ոչ էլ ինձ պետքա ձեր օգնությունը, այսինքն եթե գրեք ես ինչ-որ խնդրեմ ունեմ, ես չեմ կարա ընտրություններին մասնակցեմ, ինքը ասես դե չգիտեմ, Շանջան, ես սրտանց ուզում եմ քեզ օգնեմ, բայց չեմ կարա օգնեմ, բան։ Այսինքն ես առողջ եմ, սա ուզում եմ լսարանին ասեմ, որ էդի KGB-ի մարդիկ են տարածում, որ Շանթը չի մասնակցել։ Տեսեք 21 թվին, այո, ես չմասնակցեցի, ասեմ, ինչ պատճառներ կար։ Նախ ցեղագրոն կուսակցությունը 2004 թվից փակել եմ։ Ես այդ տարիների մեջ պայքարի մեջ ելնելով բան, մտածեցի, էլ թազա դա չբացեմ։ Իմ տեղեն Շահենը որ պայքարում էր, ես բանտում էի, ես 5 տարի բանտում էի, ինքը 5 տարի երեխա տարիքից պայքարում էր, ու ինքը կուսակցություն էր բացում։ Ինչի դեմ էր պայքարում կամ հանուն ինչի։ Հանուն արժեքների, ինչը որ իմ ընտանիքի համար ինչի դեմ է իմ հերը պայքարը, կամ հանուն ինչի է պայքարը իմ հերը։ Հանուն Հայաստանի անկախության 60 թվերից, հետո ես եմ պայքարը, հետո էլ տղես։ Բայց քանի որ Հայաստանը անկախ էր, բայց էսի բանանային հանրապետություն կարելի ասել Հայաստանի, ճիշտ է, բանանային հանրապետությունը սկզբից դա վերագրվում էր Լատինական Ամերիկայի երկրներին։ Հետո սկսեցին Աֆրիկայի, Ասիայի որոշ հիմնականում դրածո ղեկավար ունեցող կոռուպցիոն բան երկրներին նենց ասում են բանանային հանրապետություն, որ այդ բանան բառը Լատինական Ամերիկայից է առաջացել, բայց թեւավոր խոսքի պես խորհրդանշական մնացել է։ Հայաստանն էլ ինքը բանանային հանրապետություն է, ու նաև մենք գիտակցում ենք, որ եթե հայ ժողովրդի մոտ արժեքների դեգրադացիա է, թա վերջը սենց աղետը լինելու այն ինչ որ հիմա կա։
ու այդ աղետը գնում է։ Հիմա այդ ժամանակ, երբ որ 21 թիվ եկավ, Շահենը իր անգերների հետ, որտեղ շատերն էին, ես հելում եթում էի խանութ, պատվիրոսեք իրի գունը մութով է եթում խանութ։ Բայց մեկը խանութի մեջ մարդիկ տենում են, ասում են, բա դուք շանտեք, դուք դնելու եք ձեր տեխնացիոնը, որ դնեք ձեզ ենք ընտրելու բան, իմ ընկերներն էլ էին պնդում, ասում էին, որ մասնակցեն։ Ես էլ Շահին հետ, ես մի հեռուստատեսում եմ, Շահինին պայման դրեցի։ Ասի, եթե դու 300 հոգի ա պետք կուսակցությունը գրանցվի, քեզնով կարանաս 300 հոգի մարդ գա, ոչ թե ասի ես իմ ընկերները իրանց ընտանիքներով բանսես բերենք, մենք մեզ խափենք։ Չէ, ճուժոյի մարդիկ, եթե 300 մարդ գա, այդ ժամանակ կմտածեմ, որ մասնակցենք, թե չէ։ 330 քանի հոգի եկան գրանցվա, բայց դա կուսակցությունը եղավ բան, ապրիլ ամսին։ Գրանցեցին այդ առաջադրումների ժամկետից մի օր առաջ։ Մայիսի 26-ն էր վերջի ժամկետը, 24-ի գունը թե 25-ին գրանցեցին։ Իհարկե դրան զուգահեռ ես նաև քանի որ մտածում էի, ասենք թե հենց այնպես ձևական մասնակցություն չլինի, ես խոսացի Ծաղիկ Ռուբոյի հետ, Ռուբեն Գևորգյանի, որ եթե 90 թվին մենք արուն ենք խառնել, որպես արյան եղբայրություն ա եղել, այդ ռազմական խորհրդի կազմում մենք իրան շատ եմ հարգում, ունենք մտերմություն, չնայած կավա տարիներով չշփվենք իրար հետ։ Բայց ասենք ես գիտեմ ոնց որ այդ արյան եղբայրության պահը կա, ասենք երբեմն ես էլ որ ազատվել էի բան, տես երբեմն զանգում էր հանդիպում էր, ես նստած էի ինքիմ երեխուն էլ էր կանչում Շահինին, Շահինը փոքր էր, բայց կանչում էր, ասում էր դու իմ աղբոր տղեն ես բան։ Ու ոչմ Ռուբոյի հետ էլ էի խոսում, Ռուբոն ծանր տարավ շատ, հիմա էլ է ծանր տանում, ու դե Սամվել Գևորգյանը աղբերն է զոհվել այդ կռվում բան, ոնց որ մեր ապրած կյանքը էթա զերոյի։ Ես իր հետ խոսում էի, ասեց աղբեր, ասեց դու գիտես, ասեց որ այս սիտուացիան նենց են սարքել սևերի սպիտակների։ Ասենք Նիկոլ Քոչարյան։ Հիմա դու եթե մտնես, մեղադրելու են ասեն շանթը ձեներ է փոշիացնում, որտեվ սև ու սպիտակ են սարքել բեբերացում են արել։ Ասես մենք էլ մտածում ենք Քոչարյանին օգնենք, ոչ թե որ Քոչարյանին սիրում ենք, այլ որ Նիկոլից ազատվենք այդ կապիտուլյացիա ստորագրածից։ Ասեց ճիշտ ասեց իմ ընտանիքը, իմ մտերիմները գիտեն մեր հարաբերությունը, ես տենես քեզ են ընտրելու, ես էլ թույլ չեմ տա ասեմ մի ընտրեք շանթին։ Բայց ես ասեց լայն իմաստով ձգտելու եմ, որ Քոչարյանը դրան գոնե կարողա միակ ուժի էտի է մնացել, ոչ մեկ ով դուս եկավ իր դեմ չկարացավ, ոչ եմ հաշվեցի, իմիջիայլոց նույնը ասեց Ղափամի համայնքապետը Փարսյան Գևորգը։ Մոտարապես նույն ձևի ասեց շանտ գիտես ես Քոչարյանի համար ոչ մի բան պրինցիպի, բայց հիմա դա է բևեռացում են արել, Սյունիքի մնացած համայնքապետները, որոնց հետ Գևորգը մտերիմ էր, հերել էին Քոչարյանին էին պաշտպանում կուսակցություն բաներին մտել։